Thank you very much. Շնորհակալություն, շատ շնորհակալություն, մեծարգո գործընկերներ, Excellencies, ladies and gentlemen. պատվարժան, հյուրեր, տիկնայք եւ What's պարոնայք։ going on Այն ինչ now here կատարվում է is հիմա այստեղ unbelievable. անհավատալի է։ Leaders of Azerbaijan and Armenia Ադրբեջանի եւ have come Հայաստանի together առաջնորդները to share միավորվել են the honorable Zayed կիսելու Award for մարդկային human եղբայրության fraternity Զայեդ in recognition պատվավոր of the մրցանակը։ peace deal Ի նշանավորում են between Armenia Հայաստանի and եւ Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագրի։ Վերջին գրեթե 40 տարիների ընթացքում երբեք չէիք տեսնի խաղաղություն, Հայաստան, Ադրբեջան բառերը միասին։ Եվ նույնիսկ եթե այս բառերը միասին օգտագործվեին, դա ըստեյության կնշանակեր ինչ-որ անհավանական բան։ Ահա թե ինչու այն, ինչ տեղի է ունեցել 2025 թվականին եւ տեղի է ունենում հիմա, անհավանական է։ Սակայն այս արարողությունը միայն խաղաղության համաձայնագիրը տոնելու մասին չէ։ Այն նաև Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից այն փաստի հաստատումն է, որ հակամարտության էջը փակ է։ Հակառակ դեպքում անիմաստ կլիներ Ադրբեջանի նախագահի կամ ինձ համար գալ այստեղ եւ արժանանալ այս պատվին։ Սա նաև միջազգային հանրության աջակցության դրսևորում է։ Քանի որ որոշումը կայացվել է դատավորների կոմիտեի կողմից, որի կազմում ընդգրկված են աշխարհի տարբեր ծայրերից բարձր հարգանքի արժանացած անդամներ, եւ ես կցանկանայի երախտագիտությունս ու գնահատանքս հայտնել դատավորների կոմիտեին։ Հարգելի ընկերներ, ձեր որոշումն անկասկած ամրապնդում է խաղաղությունը մեր տարածաշրջանում, ինչի համար շնորհակալ ենք ձեզ։ Այս մրցանակը հիմնադրվել է Նորին գերազանցություն Ալ-Ազհարի գերագույն իմամի եւ Նորին սրբություն Հռոմի պապի համատեղ ջանքերով։ Այս փաստը խորհրդանշում է մահմեդական եւ քրիստոնեական աշխարհների աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությանը։ Տիկնայք եւ պարոնայք, անհավատալի բաները տեղի են ունենում, երբ կա հավատ, նվիրվածություն, տեսլական եւ իմաստություն։ Կարծում եմ խաղաղության համաձայնագիրը կնքվեց, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը հասկացան, որ հակամարտությունը պետք է դադարեցվի հիմա, հակառակ պարագայում այն երբեք չի դադարեցվի, բերելով նորանոր տառապանքներ երկու երկրներին եւ ժողովուրդներին։ Սակայն չնայած մարդկային եղբայրության Զայեդ մրցանակը պաշտոնապես հանձնվում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին, այն հիրավի մեր ժողովուրդների ձեռքբերումն է։ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները համարձակ քայլեր են ձեռնարկել, բայց մեր ժողովուրդների նոր ապագա ընտրելու պատրաստակամությունն է, որ իսկապես հնարավոր է դարձնում պատմական այս պահը։ Հետևաբար այս մրցանակը նույնքան կարևոր է յուրաքանչյուր հայի եւ ադրբեջանցու համար, ովքեր համարձակություն են ունեցել ապավինել խաղաղությանը։ Եվ ես կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր երկու ժողովուրդներին այն ընկալման համար, որ անցյալը փոփոխման ենթակա չէ եւ այն մեր հնարավորություններից դուրս է։ Հետևաբար մենք չպետք է կենտրոնանանք այն բանի վրա, ինչը մենք չենք կարող փոխել։ Մենք պետք է կենտրոնանանք մեր ազգերի համար խաղաղ եւ բարգավաճ ապագա կերտելու վրա։ Սա հեշտ ճանապարհ չէ, որովհետև կա մեծ անվստահություն, հոռետեսություն, զայրույթ եւ նույնիսկ ատելություն։ Հակամարտության ընթացքում շատերը մահացել են եւ շատ զգացող ընտանիքներ այժմ հետևում են այստեղ տեղի ունեցողին։ Նրանցից ոմանք հնարավոր է այս իրադարձությունը համարեն անտեղի, բայց տառապանքների շարունակությունը ոչ թեթևացում է, ոչ էլ հարգանքի նշան նրանց համար, ովքեր տառապել են։ Սպանությունների շարունակությունը ոչ թեթևացում է, ոչ էլ հարգանքի նշան նրանց համար, ովքեր սպանվել են եւ նրանց հարազատների համար։ Խաղաղությունը բոլորի համար միակ մխիթարությունն է։ Խաղաղությունը զոհերի նկատմամբ ամենամեծ հարգանքն է։ Գերազանցություններ, տիկնայք եւ պարոնայք։ Զայեդի մարդկային եղբայրության այս պատվավոր մրցանակը ստանալու նշանակալի առիթով կցանկանայի խորին երախտագիտությունս հայտնել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին, ում անձնական ներգրավվածության եւ խաղաղության իդեալին նվիրվածության
գործոններն էին հիմնական գործոնները Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման համար եւ հուսով եմ, որ մենք պատիվ կունենանք ներկա գտնվել նրան Նոբելյան խաղաղության մրցանակը ստաժանվույնս շնորհելու արարողությանը։ Մի բան ինչին նա արժանի է, շնորհակալություն եւ թույլ տվեք հատուկ երախտագիտությունս ու արգանքս հայտնել նորին մեծություն Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին եւ այս գեղեցիկ երկրի հիմնադիր հայր երջանկայի շատակ եւ պատվարժան Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանին։ Շատ շնորհակալություն։